Ողջույն սիրելիներ, ուրախ եմ կրկին ձեզ հետ լինել։ Անցած դասում տեսանք Հիսուսին որպես օծյալ քահանա եւ Աստծո ներկայությունը բերողը։ Այսօր բացում ենք Ղևտացիների 10-րդ եւ 11-րդը, որտեղ Աստված խոսում է սրբության մասին եւ Հիսուսն է ամեն ինչի կենտրոնում։ Ղևտացիների 10-ում տեղի է ունենում ողբերգական մի դեպք։ Ահարոնի երկու որդիները Աբիուն եւ Նադաբը օտար կրակ պատուսեցին Տիրոջ առջև։ Կրակ, որ Աստված չէր հրամայել։ Դա գրված է Ղևտացիների 10:1-ում։ Եվ Տիրոջ կողմից կրակ ելավ ու կլանեց նրանց։ Սա ծանր պատմություն է, բայց կարևոր հայտնություն ունի։ Աստված սուրբ է։ Նրա մոտ հնարավոր չէ գալ ինչպես որ ուզենք։ Ոչ թե Աստված դաժան է, այլ Աստված ճշմարիտ է, թանկագիններ։ Օտար կրակ սա մարդկային հնարած ճանապարհն է Աստծո մոտ գնալու։ Առանց նրա սահմանած ճանապարհի։ Եվ Տեր Հիսուսը ինքը ասեց Հովանու ավետարան 14-րդ գլխում, որ ես եմ ճանապարհը, որևէ մեկը չի կարող գալ Հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Դա Հովանեսի 14:6-ն է ասում։ Մեկ ճանապարհ կա։ Եվ այդ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է։ Հալելույա։ Ամեն ուրիշ ճանապարհ օտար կրակ է, թանկագիններ։ Հետո Աստված Ահարոնին ասում է. գինի ու խիստ ըմպելիք մի խմեք, երբ մտնում եք հանդիպման վրանը։ Ինչու, որպեսզի չմեռնեք։ 19 է Ղևտացիների։ Քահանան սթափ պետք է լիներ Աստծո ներկայությունում։ Ոչ մի բան չպետք է մթագներ Աստծո ձայնը լսելու ունակությունը։ Հիսուսը կատարյալ քահանան էր։ Ամբողջ կյանքում Հոր ձայնը անխափան լսեց։ Ես ինքս ոչինչ չեմ անում, այլ ինչ որ Հայրը սովորեցնում է ինձ։ Ասես Տեր Հիսուսը Հովանեսի 8:28-ում։ Ղևտացիների 11-ում, թանկագիններ, Աստված Իսրայելին ցուցակ է տալիս, որ կենդանիներն են մաքուր եւ որ կենդանիները անմաքուր։ Բաժանված սմբակ, որոջ ածող մաքուր, ուխտը խոզը անմաքուր, ծովի ձկներ մաքուր, ութվոտանիները անմաքուր եւ այլն։ Ինչու՞։ Արդյոք Աստված ուղակի սննդի կանոններ էր տալիս։ Ոչ։ Սա ավելի խորն է։ Հիմնական հրամանն ահա հետևյալն էր. Ես Տերս եմ, ձեր Աստվածը, սրբացեք, սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Ղևտացիների 11:44-ն է ասում։ Սա ամբողջ գլխի բանալին է։ Կենդանիների ցուցակը ոչ թե ուտելիքի, այլ սրբության դաս էր։ Իսրայելը պետք է տարբեր լիներ շրջապատի ժողովուրդներից, ինչպես Աստված տարբեր էր ամեն ինչից։ Եվ Հիսուսը նոր կտակարանում կատարեց այս ամենը։ Ոչ թե բերանն մտնողն է մարդուն պղծում, այլ բերանից դուրս եկողը։ Մատթեոս 15:11։ Արտաքին մաքրությունը ստվեր էր։ Հիսուսն է ճշմարիտ մաքրությունը։ Դուք արդեն մաքուր եք այն խոսքի միջոցով, որ ես ձեզ խոսեցի, ասեց Տեր Հիսուսը Հովանեսի 15:3-ում։ Հիսուսի խոսքն է, որ ներսից մեզ մաքրում է, ոչ թե ուտելիքի կանոնները։ Սիրելիներ, Ղևտացիների 10:11 մեզ հրավիրում է սրբության, ոչ թե կրոնական կանոնների, ոչ թե ծիսական մաքրության, այլ ճշմարիտ սրբության, որ Հիսուսն է բերում։ Առանց սրբության ոչ ոք Տիրոջը չի տեսնի, ասեց Եբրայեցիների 12:14-ում Պողոս առաքյալը։ Հարցնենք մենք ինքներս մեզ. որ օտար կրակն է, որ այսօր մեր կյանքում է, որ բաներն են Աստծո ձայնը մթագնում
մեր սրտում։ Մտածենք սրան շուրջ, սիրելիներ, եւ եկեք աղոթքով ավարտենք այսօրվա մեր Հայր Աստված, շնորհակալ ենք, որ Հիսուսն է մեր միակ ճանապարհը քո մոտ գալու, ոչ օտար կրակ, ոչ մարդկային հնարած ճանապարհ։ Շնորհակալ ենք, որ մեզ ներսից մաքրում ես քո խոսքով, Տեր։ Տեր Հիսուս, թող սրբությունը քո ապրի մեր կյանքում ամեն օր։ Շնորհակալ ենք, Տեր, որ լսեցիր այս աղոթքը։ Ամեն։ Թանկագիններ, եթե այս ուսուցումը օրհնություն է քեզ համար, կիսվիր քո ընկերների հետ։ Եվ մեկնաբանություններում գրիշ թե որտեղ տեսար Հիսուսին տվյալ գրքում։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ դասում մեր Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Աստված օրհնի քեզ եւ քո տունը։